Երեք էլի ես մեքենաս խփեցի։ ABS-ի սիստեմի մասին խոսել եմ, սիստեմի բացակայության մասին դեռ չեմ խոսել։ Ուրեմն իմը BMW E36 կուզով է, ժամանակի ընթացքում հնությունից ABS համակարգը խնդիր էր առաջացրել, հեռացրել էի վրայից։ Համարում էի, որ մեքենաներ կան, որ կարող են առանց ABS-ի արտադրվում են Դուբայում, ավազների մեջ քշվելու մեքենաները հիմնականում, որ այդ շուկայի համար է նախատեսված, ABS-ի բլոկ առհասարակ չունեն, ինչպես նաև SRS չունեն, ու հեռացրել էի, այդպես քշում էի մեքենան։ Ինչի որոշեցի այս վիդեոն նկարել։ Երեք չառաջի օրը մեքենան խփվել է, երեք ինձ մոտ գործ է եկել մեքենայի վրա ABS-ի բլոկի խնդիր, ABS-ի բլոկը նորոգել եմ, Honda Pilot-ի մասին է խոսքը։ Հաճախորդը հարց տվեց, իսկ եթե չնորոգվի, հնարավոր չլինի նորոգել, ոչինչ որ առանց ABS-ի քշեմ։ Եթե առաջ լիներ, կասեի դե տենց մեքենաներ նախատեսված են առանց ABS-ի բլոկի, շահագործում են, օքեյ ամեն ինչ։ Բայց քանի որ նախորդ օրը իմ հետ դեպք էր պատահել, անուշադրության պատճառով մի քանի վայրկյան ուշ եմ սեղմել արգելակումը, արգելակը մինչև վերջ օգտագործելի սեղմելուց հետո մոտ 6.5-7 մետր սահել եմ ցածր արագության ժամանակ, այսինքն արագությունը մոտ 30-40 կմ/ժ էր, ոչ ավել, բայց քանի որ ABS համակարգը արդեն հեռացրել էի, ինքը 4 ակը բլոկիրովկա մինչև վերջ արգելակված 6 մետր սահելով խփեց դիմացի մեքենային։ Ուրեմն մեքենայի լրիվ արջևի մասը փոխարինման ենթակա է, կամաց հավաքում ենք։ ABS-ի բլոկը նորոգելը շատ ավելի էժան բան էր, եթե ABS-ը լիներ ինքը ժամանակին կանգներ, քան թե այսքան բան նորով հավաքելը, այսքան դետալներ կոտրել եւ նորով հավաքելը։ Միանշանակ, եթե մեքենան ունի ABS համակարգ, ցանկալի է, որ իրան աշխատունակ վիճակում պահեք, որովհետև ցանկացած իրավիճակում 20 տարվա փորձ ունեմ ես, ինձ համար ամեն տեսակի իրավիճակներ հանդիպել եմ, բայց ստիպել արգելակման պեդալը թողել, նորից սեղմել այդ իրավիճակում գրեթե անհնար է, եւս մեկ անգամ համոզվեցի, անկախ մարդու կամքից ամբողջ ուժով սեղմում ես արգելակ